Հրավիրում եմ ձեզ ձեր աստվածաշնչները բանալ Առակաց գրքին, Առակաց գիրք Proverbs, 3-րդ գլխին, մեկ համար պիտի կարդամ, 34-րդ համարն է, Առակաց 3, 34. Իրավ, նա ծաղր անողներին ծաղրում է, իսկ խոնարհներին շնորհք է տալիս։ Մեր Տերը, հիմա կանգնում ենք քո խոսքիդ առաջին եւ կարիք ունենք Տեր, որ դու քո խոսքիդ լույսը ցոլացնես մեր սրտերի վրա եւ մեզ օգնես, ով Հայր, քո խոսքի ճշմարտության լույսի տակ մենք կազդուրվենք, մենք ճշտվենք, մենք խորանանք եւ մեր հավատքը ամրապնդվի եւ մեր կյանքերը զարդարվեն, որպեսզի քեզ փառավորող կյանքեր ապրենք։ Օրհնիր խոսքը, Տեր, պատրաստիր մեր սրտերը ընկալելու քո ճշմարտությունդ եւ ապրելու այդ ճշմարտության համեմատ։ Իփարս քեզ։ Ամեն։ Եթե հիշեք անցյալ 2 շաբաթներ առաջ խոսեցինք խոնարհության մասին եւ Աստծո խոսքի վրա հիմնված հայտնի անգլիացի սրբակյաց Թոմաս Վաթսոնի հեղինակած գրքից Աստվածավախ մարդու պատկերը խորագրով այդ գրքից հղված հարց տվինք ու պատասխանեցինք, թե հավատացյալը ինչպես պիտի իմանա, թե ինքը արդյոք իրապես խոնարհ է կամ ոչ։ 10 պատասխաններով ստուգման ցուցակ կազմեցինք այդ գրքի հեղինակի գրվածի համաձայն եւ տեսանք, թե ըստ Աստվածաշնչին իրապես սրտով խոնարհ հոգին ինքնահավանության խորհուրդներից դատարկված է, ուրիշ հավատացյալներին իր անձից ավելի լավ է մտածում, իր կատարած պարտականությունները ու ծառայությունների մասին ցածրամիտ է, միշտ նախընտրում է ինքն իրեն ավելի մեղադրանքով վարվել, քան թե գովեստով, իր կրած տառապանքներում Աստծուն երբեք չի մեղադրում եւ միշտ ուղիղ է տեսնում, խոնարհ հավատացյալը բոլոր պարագաներում Քրիստոսին է մեծարում եւ փառավորում, նաեւ մեղքի համար հանդիմանություն եւ ուղղություն ստանալու հոժարակամ է, եւ խոնարհ հավատացյալը այն մարդն է, ով կամենում է իր անունը եւ իր ձիրքերը քողարկվեն, որպեսզի Աստծո փառքը հայտնվի եւ ավելանա։ Նա Աստծո իր համար ամենալավ տեսած վիճակը եւ նախախնամքը սիրում է։ Եվ վերջապես տեսանք, որ խոնարհ հավատացյալը կարող է ամենափոքրի առաջին իջնել եւ ամենադժվար մարդու առաջին ցածրանալ։ Հիանալի ցուցակ էր։ Աստվածաշնչային իրական խոնարհության հիանալի հատկությունները սերտելուց հետո անհրաժեշտ է մեզ համար, կարևոր է, խիստ գործնական է նաև անդրադառնալ դրա հակապատկերին, այսինքն հպարտության մեղքին։ Այսօր պիտի խոսեմ հպարտության մեղքի մասին։ Պատճառը, որ պիտի խոսեմ, այն է, որ թեպետ խոնարհության հակապատկերն է, բայց մենք յուրահատկաբար մեր հայ ժողովուրդը այս մեղքի հետ շատ դժվարություն ունենք։ Մենք հպարտ ժողովուրդ ենք։ Եվ երբեմն էլ ուրախությամբ հպարտանում ենք, որ հպարտ ժողովուրդ ենք։ Բայց Աստվածաշունչը մեզ
ուրիշ բան է սովորեցնում։ Պատճառներից մեկը, որ ուզում եմ հպարտության մեղքի մասին խոսել եւ այս մեղքը հայտնաբերել Աստծո խոսքի լույսի տակ, այն է, որովհետեւ այս մեղքը չափազանց ծածուկ է, լպրծուն է։ Գիտեք լպրծուն ինչ է։ Երբ որ ձուկ եք որսում, ձկներ կան, որ եթե ձուկը պոչից բռնես, դուրս է թռնում ձեռքիցդ։ Չես կարողանում բռնես։ Սահուն է։ It's slippery։ Բաներ կան, որ ամեն ծակուցուկ մտնում են եւ չես իմանում որ քարի տակ մտավ։ Ու Երևան չի գալիս, մինչեւ որ արդեն վնասը տվել է։ Հպարտությունը այդպիսին է։ Հայտնի չի անում, որ հպարտության մեջ ենք։ Բայց վնասը հառաջանալուց հետո բացահայտվում է, որ արմատը հպարտությունն էր։ It's too late։ Իսկ եթե Աստծո խոսքի լույսի տակ այդ լույսը ցոլացնենք մեր սրտերին, մեր մտքին, մեր շարժառիթներին, մեր վարվելակերպին, մեր ապրելակերպին, շատ հեշտությամբ կարող ենք տեսնել հպարտության այդ ծակի մեջ մտած բարակ հունդը, որ թաքնված է եւ ուրիշ ձևերով է մեջտեղ գալիս եւ կարող ենք արմատախիլ անել։ Ինչպես կարդում ենք, մեղքը մերցնենք։ Աղոթքս այս է, որ Տիրոջ խոսքի լույսի տակ այսօր մենք կարողանանք ինձնից սկսյալ բոլորս լուսավորվենք։ Մութ անկյուն չմնա մեր սրտերի մեջ, որ այդ հպարտության լպրծուն սիդը, այդ հունտը տեղ չգտնի արմատ գցելու եւ ապա վնասը տալու։ Ու եթե հանկարծ Տերը մի արած ինչ-որ մի պարագայի տակ թաքնված բաներ գտնենք, անմիջապես կարողանանք սրբենք, մաքրենք, խոնարհված խոստովանենք, դարձիկանք եւ դեն գծելով Տիրոջ ողորմությունը եւ շնորհքը ստանանք եւ վայելենք։ Ուստի հենված Աստծո խոսքին այսօր պետք տեսնենք, թե այս հպարտության մեղքը ինչպես է գործում, հավատացյալը ինչպես է կարող ստուգել իր անձը, հպարտը ով է, ինչպիսին է։ Արդյոք մենք այս մեղքի մեջ որովե դեր ունենք կամ այդ մեղքը մեր կյանքի մեջ որովե արմատ գծել է կամ ոչ, դա կթողնեմ ձեր եւ ձեր Աստծո միջև։ Ուրեմն առաջին կետ։ Այս քարոզն էլ 10 կետ ունի by the way։ No, what's okay։ Քեզ ժամանակ կվերջացնեմ, վստահ եղեք։ Առաջին կետ, հպարտը անձնապարծ է, self-boasting, անձնապարծ է, այսինքն նա իր անձով պարծենող է, առաջին Կորինթացիս 5:6-ի մեջ, առաջին Կորինթացիս 5:6, Պողոս առաքյալը Կորինթոսի եկեղեցի մեջ գտնվող հավատացյալներին այս անձնապարծության համար self-boasting հանդիմանում է, Կորինթոսի եկեղեցի մեջ մի ահավոր մեղք էր գնում։ Գիտեք ինչ էր այդ մեղքը։ Ահավոր սարսափելի պոռնկության մեղք էր գնում։ Incest։ Ընտանիքի մեջ։ Եվ առաքյալը ասում է, որ հեթանոսների մեջ նույնիսկ այսպիսի ահավոր մեղք չկա, ինչ որ ձեր եկեղեցում։ Եվ Կորինթոսի եկեղեցին այսպիսի ահավոր մեղք գործողին այդ մեղքից անզեղջ վիճակում չէր հանդիմանում։ Ընդհակառակը շարունակում էին, չէին հորդորում, նրան չէին խրատում, վերջնականապես անդամազրկում կամ մեջտեղից վերացնում։ Այդպես է թվում, որ նրա հետ վարվում էին իբրև թե ոչ մի բան չի եղել, ամեն բան նորմալ է։ Շատ հավանաբար, որպես մարդասիրական վերաբերմունք, մոդեռն, մարդասիրական,
քաղաքավարական, լիբերալ, ազատամիտ վերաբերմունք, ասում են, այս էլ մեկ կյանքի ձև է, alternative lifestyle։ Ինչ որ այսօր այն է։ Առաքյալը այս իրենց գաղափարներով ինքնապարծեցողներին այսպես է ասում. դուք հպարտացել եք, որովհետև այս մեղքի համար սուգ չեք անում, որ այն անձը, որ մեղք գործեց, ձեր միջիցը վեր առնվի։ Ահա տեսնում ենք, որ հպարտության մեղքը կարող է թաքնվել անձնապարծանքի ծածկոցի տակ։ Ոմանք իրենց անձնական ունեցվածքով, ոմանք իրենց անձնական հարստությամբ, ոմանք իրենց անձնական տվյալներով պարծենում են։ Մենք շատ մոդեռն եկեղեցի ենք, Everybody is welcome։ Դրա տակը ինչ են ուզում ասել, այսինքն մենք մեղքը չենք հանդիմանում։ Մենք որևէ մեկին վատ զգալ չենք տալիս։ Ես լսել եմ հովիվներ մեր շրջապատում, որ իրենց եկեղեցին պատվիրել են, որ չլինի հանկարծ մեկին ասեք դուք մեղավոր եք, որտեղ ես որպես հովիվ չեմ ուզում, որ որևէ մեկը գա եկեղեցի եւ վատ զգա։ Գիտեք ինչ, ես ուզում եմ, որ մեղավորները կան եւ վատ զգան։ Իրենց մեղավոր լինելու համար։ Պիտի վատ զգան։ Մինչեւ վատ չզգաս չես դարձի կա։ Կկարծես, որ լավ բան ես անում։ Առաքյալն ասում է, դուք հպարտացել եք։ Դուք կարծում եք, որ Աստծուց ավելի լավ եք իմանում։ Ուրիշներ կան, որ իրենց ձեռք բերած նվաճումներով, achievement-ներով են պարծենում, օրինակի համար կրթություն, ուսում, վկայական, սրանք լավ բաներ են, բայց դրանցով պարծենում են։ Ուրիշներ կան իրենց արտաքին երևույթով են պարծենում, լինի դա անձնական արտաքին երևույթ կամ հավաքական արտաքին երևույթ, ձեր եկեղեցին քանի նստարան ունի, քանի հարկ է, parking-ը քանի հատ մեքենա կարող ենք շարենք, ինչ կարևոր է։ Ուրիշներ իրենց իմացածով են պարծենում, իրենց ունեցած տեղեկությունով, լինի դա գիտական տեղեկություն, լինի դա հանրային տեղեկություն, common knowledge, կամ աստվածաբանական տեղեկություն, կարողություն եւ այլն։ Ու սրանց նման հազար ու մի ուրիշ անձնական կարողություններով, ունեցվածքով, սրանք բոլորը համարվում են որպես անձնապարծանք եւ դրա արմատը հպարտության մեղքն է։ Self-boasting. The root is pride. Եզեկիել 28:1, Ezekiel 28:1 Այս համարիցը սկսյալ Աստված Եզեկիել մարգարեի բերանով այսպես ասեց Տյուրոս թագավորին, Դարիուշ թագավորն է պարսիկներեն։ Եզեկիել 28:1-ից Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Մարդի որդի, ասիր Տյուրոսի իշխանին, թե այսպես է ասում Տեր Եհովան, որովհետև սիրտդ հպարտացավ եւ ասեցիր ես Աստված եմ, Աստծո աթոռի վրա եմ նստած ծովի միջումը, բայց դու մարդ ես եւ ոչ Աստված, թեև քո սիրտը Աստծո սրտի տեղն ես դրել, ահա դու Դանիելից իմաստուն ես եւ ոչ մի գաղտնիք մութ չէ քեզ համար, քո իմաստությամբ եւ հանճարովը քեզ համար հարստություն շինեցիր, ոսկի ու արծաթ դրիր քո գանձարաններումը, քո շատ իմաստությունով, քո վաճառականությունով շատացրեցիր քո հարստությունդ, բայց սիրտդ բարձրացավ քո հարստությունով, այսինքն ներքնապես հպարտացար, դու քեզմով սկսար պարծենալ։ Գիտեք, հպարտության մեղքը այս անձնապարծանքի պիտակի տակ թաքնված
ամենագեղեցիկ հրեշտակապետին սատանա դարձրեց։ Ահա որ բան է։ Երկրորդ, հպարտը անձնասեր է, self-loving, մենք ասում ենք ինքնահավան։ Այսինքն նա, ով ինքը իր մասին շատ մեծ համարում ունի, և այնպես է համոզված, թե ինքը մի շատ մեծ, մի շատ կարևոր, մի շատ անհրաժեշտ և անփոխարինելի բարձր դիրքի վրա է կանգնած։ Այսպիսիների իրենց անձի անձնասիրության խոշորացույցի տակ են դնում և այդ խոշորացույցով են նայում իրենք իրենց։ Եվ իրենց անձը, իրենց աչքին ավելի մեծ է թվում, քան ինչ որ է։ Դուք երբևիցե գործածել եք խոշորացույց։ Գնալով ավելի եմ գործածում խոշորացույց։ Որտեղ կարիք կա։ Երբեմն Աստվածաշնչի մանրակ այդ նոթաների մեջ տառերը գրված են և խառնվում է իրար։ Հանում եմ խոշորացույցը, ասում բայց իրականության մեջ այդքան մեծ չի, ինձ այդպես թվում։ Ինքնահավան մարդը այդպես է անում։ Ինքը իրեն խոշորացույցով է նայում։ Շատ լավ է զգում, մեծ է երևում իր գլխին։ Գիտեք, Գործկառաքելոցի մեջ, turn to Acts 8:9, Գործկառաքելոցի 8:9-ի մեջ մի այսպիսի անհատի ենք հանդիպում։ Կարդում ենք, որ Սամարիայի մի քաղաքում ցիրուցան եղած հավատացյալներից մի քանիսը ավետարանչություններ էին անում և մարդիկ Քրիստոսի էին դառնում և քաղաքի մեջ մեծ ուրախություն կար։ Եվ այս ենք կարդում հետո։ Այնտեղ մի մարդ կար անունը Սիմոն, որ առաջուցը, այսինքն նախքան այդ ցիրուցան եղողները կային այդտեղ, այն քաղաքում մոգություն էր անում, magic show էր տալիս ժողովրդին։ Եվ այն սամարեցիներին ապշեցնում էր, ասելով թե ինքը մի մեծ բան է։ Նշեք դա։ Մարդկանց ասում էր, որ ինքը մի մեծ բան է։ Երեմիա 49:16-ի մեջ մարգարեի բերանով Աստված հպարտացած ազգերին այսպես է ազդարարում, զգուշացնում։ Ասում է Երեմիա 49:16, Jeremiah 49:16։ Քո ահավորությունը այս է, թե քո սրտի անպարտավանությունը, այսինքն pride of your heart, հպարտությունը, գոռոզությունը, խաբել է քեզ, ով վեմի խոռոչների մեջ բնակվող և բարձր բլուրներին փակչող, եթե արծվի նման բարձրումը տնես քո բույնը, այնտեղից էլ քեզ պիտի իջեցնեմ, ասում է Տերը։ Ահա որ է սիրելիներ։ Երրորդ, հպարտը ուրիշներին արհամարող է։ It despises others. Pride. Փարիսեցիները սրա վարպետներն էին։ Նրանք ուրիշներին իրենցից ավելի ցած աչքով էին նայում։ Նրանց արհամարում էին, որովհետև նրանք իրենց սրտում հպարտացած անձեր էին։ Դարձեք Ղուկաս 18:9, Luke 18:9։ Փարիսեցիների նկատմամբ Աստծո խոսքը այսպես է ասում. Նրանք իրենցում վստահ էին, թե righteous են, ուղղարար են։ Իրենք վստահ էին, որ արդար մարդիկ են։ Եվ, այդտեղ չի վերջանում հարցը, Երանի վերջակետ տնային ու վերջանար, բայց ստորակետ է, շարունակում է այդ համարը, և ուրիշներին ոչինչ էին համարում, that's the problem, այսպիսի հպարտության մեղքով բռնվածները ուրիշներին նախատինքով են վարվում, despise, վարկաբեկում են, նրանց վատաբանում են, վատ բաներ են ասում, այդ մարդ չի, պաս թող, մենք ասում ենք երբեմն, ես այդպես մարդկանց հետ ոչ նստում եմ, ոչ վեր եմ կենում, դրանք չարժի մեր ժամանակը,
Դրանք մարդ չեն։ Բա ինչ են։ Նրանց նվաստեցնում են, մարդու տեղ չեն դնում։ Նրանց կատարած արարքները լրիվ անօգուտ եւ ամուլ եւ անպիտան են համարում։ Նրանց չեղյալի տեղ են դնում, այսինքն եղել են, չեն եղել, հեչ կարևոր չի։ Երբ որ մի տեղ մի այսպիսի անձի են հանդիպում, այնպես են ձևացնում, որ չեն տեսել։ Եղել է այսպես բան։ Սուպերմարկետի մեջ, Costco։ Մեկին տեսնում ես, որ շատ հեռուից ես տեսնում և զգում ես, որ ինքը քեզ տեսավ, բայց ոչ մի բան չարավ։ Գողիաթը երիտասարդ Դավիթի հետ այդպես վարվեց, արհամարանքով և նախատինքով, որովհետև նա իր սրտում հպարտացած մեկն էր, որովհետև ինքը շատ հսկա էր, հաղթանդամ էր, ուժով էր, ոչ ոք չէր հանդգնում Գողիաթի դեմ դուրս գալ, վախենալի տիպ էր։ Այդպես նելով նա կարծում էր, որ իրանից ավելի ուժեղ մեկը գոյություն չունի։ Ուրեմն բացի ինքը, բոլոր ուրիշները անուժ անկարող ոչինչներ էին իր համար։ Միակ կարողը, միակ արժեքավորը, միակ կարևորը ինքն էր։ Դարձրեք առաջին թագավորաց 17:42, 1 Samuel 17:42։ Կարդում ենք, որ երբ որ այս փղշտացին Դավիթին նայեց, որ 5 հատ քարով ու մի հատ պարսատիկով եկել էր, Աստծո խոսքն ասում է, որ այս փղշտացին Դավիթին արհամարեց. He despised David. This is pride. Այս հպարտության մեղքը միմիայն փարիսեցիների հատուկ մեղքը չի սիրելիներ։ Ցավոք սրտի, բոլորիս համար այս սարսափելի մի թակարդ է։ Եվ կարող է այդ լպրծուն բանի պես մտնի մի քարի տակ և երկար ժամանակ չերևա և միտեղ հանկարծ իր վնասը և աղետը տա։ Ինչպես ասեցի, երբեմն մի ծանոթ անձ ենք տեսնում, ում հետ չենք նախընտրում ժամանակ անցկացնել, բարև Աստծու բարի ասել, չենք փափագում նրա հետ բան կիսվել, խոսք խոսել, պարագաներից դրդված կամ կացություններից հառաչացած և այնպես ենք ձևացնում, թեպետ տեսել ենք նրան, ձևացնում ենք, որ չտեսա։ Ինքն էլ մեզ տեսավ, որ ես իրեն տեսա, ինքն էլ է ձևացնում, որ մեզ չտեսավ։ Հետո մենք մեզ արդարացնում ենք, համոզելով, որ առաջ ինքը պիտի կար ինձի բարև ասեր։ Սա շատ վտանգավոր վիճակ և կացություն է սիրելիներ, որովհետև սա հպարտություն փայփայող սրտի կեցվածք է։ Իսկ սրա հակառակ սրտով խոնարհը պահանջում է, որ անկախ նրա արարքից ու վիճակից մենք հառաջանայինք և միգուցե մենք բարևեինք, բան ոչ ունենք կորցնելու։ Մեկ-երկու վայրկյան բարև, ինչպես եք, լավ եք, փառք Աստծո, լավ եմ, ուրախոր ձեզ, ցտեսություն։ Բան չի արժի մեզ։ Թոմաս Վաթսոնն ասում է. Նրանք, ովքեր հպարտության գմբեթի վրա են նստում, those who are sitting in a pinnacle of pride, ուրիշ մարդկանց ակռավներից ավելի մեծ չեն համարում. They don't consider others greater than crows. Չորրորդ. Հպարտը ինքնագով է։ Ինքնագով, այսինքն self-glory, ինքը իրեն գովող է, իր նվաճումները, իր ձեռք բերած հաջողությունները, իր ձիրքերը, իր կարողությունները, ինքն է իրեն գովում, իր բերանն է իր մասին գովասանք տալիս, գիտեք ես ինչեր եմ արել,
Չես իմանում ինչեր ասեցիր իմ համար։ Այն օրը գնացինք այնտեղ ինչեր աղավ, ասեցին դու շատ այսպես։ Մեր գյուղական բարբառով ինքը իր դուդուկը ինքն է ճալում։ Աստծո խոսքը Առակաց 27:2-ի մեջ Proverbs 27:2 Հավատացյալներիս հպարտության այս մի բացահայտությունից հեռու եւ ապահով պահելու համար մեզ այսպես է ուսուցանում Առակաց 27:2 Թող ուրիշը քեզ գովե եւ ոչ թե քո բերանը Օտարը քեզ գովե եւ ոչ թե քո շրթունքները Մի լավ բան արեցիր Մի արժանիք ներկայացրեցիր Մի ծառայություն մատուցեցիր Մեկին մի բարիք արեցիր Միտեղ ինչ-որ նվիրատվություն կատարեցիր Շատ լավ բան ես արել Շարունակիր Բայց դու դրա մասին քեզ մի գովեն Որովհետև ինքնակովությունը հպարտության արմատից է առաջ գալիս Եթե որևէ բարի գովասանք պիտի խոսվի, Աստծո խոսքը մեզ հորդորում է, որ գոնե մենք մեր մասին այդպիսի չգովենք։ Դարձյալ Գործք Առաքելոցին Acts 5:36-ի մեջ մի այսպիսի ինքնագով մարդու մասին ենք կարդում։ Այս մարդու անունը Acts 5:36 5:36 Այս մարդու անունը Թևդաս էր Ով որպես առաջնորդ էր համարվում, հոգևոր առաջնորդ, եւ վեր էր կացել մի ժամանակ ինքնակովությամբ քարոզչություններ էր արել եւ ըստ երևույթին Աստծո խոսքն ասում է 5:36-ի մեջ թե ինքը ասում էր, ինքը իր մասին խոսում էր։ Ասում էր թե ինքը մի բան է։ He was saying that he was somebody. Your 400-ի չափ մարդիկ էլ նրան հետևեցին։ He had a big following. You think այս օրերին որ մարդիկ TikTok-ով ու չգիտեմ ինչով follower, այն օրերին էլ follower կար by the way։ 400-ի չափ մարդիկ նրան հետևեցին, բայց ինքը սպանվեց եւ նրա հետևորդներից ամենն էլ որ նրան հնազանդել էին, ծրվեցին եւ ոչինչ եղան։ Ահա հպարտության վերջավորությունը։ Ասում էր, որ մի բան է։ 5-րդ Հպարտը Աստծո փառքը գողանալով իր անձին է վերագրում։ He robs God's glory, gives to himself or herself. Դանիել 4:29 Այս համարից սկսյալ կարդում ենք Նաբուկոդոնոսոր թագավորի մասին։ Կարդում ենք, որ նա թագավորական պալատի վրա ճեմում էր, գնում ու գալիս էր, քայլ էր տալիս։ Գիտեք ճեմել ինչ է նշանակում հայերենով։ Այսպես ուրախ, քայլել, հպարտ, բարձրամիտ, satisfied, ճեմել է։ Դրա համար Աստվածաբանական դպրոցներն ասում են ինչ ճեմարան, այսինքն քայլելով բան է սովորում, նստելու ժամանակ չկա, միշտ սովորելու մեջ ես, քո ուսուցիչիդ քայլերի հետևից ես գնում, ինչպես աշակերտները Հիսուսի հետևից գնալով, քայլելով էր սովորեցնում Հիսուս։ Նաբուկոդոնոսոր թագավորը իր պալատի մեջ ճեմում էր, այսինքն քայլում էր, որ Բաբելոնի մեջ էր։ Աստծո խոսքն ասում է թագավորն ասեց Դանիել 4:29 Ահա այս մեծ Բաբելոնը որ ես թագավորության տուն եմ շինել իմ մեծ զորությամբ եւ իմ մեծ մեծության փառքի համար ինքն էր ասում եւ կարդում ենք Խոսքը դեռ թագավորի բերանումն էր, որ երկնքից ձայն իջավ, թե քեզ եմ ասում ով Նաբուկոդոնոսոր, արքա, թագավորությունդ քեզանից գնաց,
Եվ մարդկանցից պիտի արտաքսեն քեզ, they're going to throw you out. Դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակությունը, խոտ են ուտեցնելու քեզ, արջառների պես, այսինքն կովերի պես խոտ պիտի ուտես, և 7 ժամանակ է անցկենալու քո վրայից, մինչև որ իմանաս, խեկդ գլուխդ կա, թե բարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա, և ում որ ուզում է տալիս է այն։ Եվ գիտեք ինչ եղավ? Նույն ժամում Աստծո խոսքն ասում է։ Նույն ժամում կատարվեց խոսքը Նաբուկոդոնոսորի վրա եւ իրավ խոտ էր ուտում արջառների պես, երկնքի ցողով անձևով էր լողանում թրջվում նրա մարմինը, մինչև որ նրա մազերը երկարեցան ինչպես արծիվները եւ նրա եղունգները թրջունների պես։ Ոսիեներ հպարտության մեղքը խիստ ահավոր մեղք է, չափազանց սարսափելի մեղք է, սաստիկ զարհուրելի մեղք է, վախենալի է։ Աստծո խոսքը Առակաց 16:18-ի մեջ, Proverbs 16:18 մեզ ահազանգում է, alarm, alarm, այս է ասում, կորստից առաջ գնում է ինչը հպարտությունը կամ գոռոզությունը, կործանումից առաջ գնում է ամբարտավան կամ հպարտ հոգին, այսինքն հպարտությունը անպայման կործանում եւ կորուստ է առաջացնում, դրա համար շատ վախենալի է։ Հպարտը Աստծո փառքը, որ միմիայն Աստծուն է պատկանում, ճանանում է գողանալ եւ ինքը իրեն վերագրել, ինչպես Նաբուկոդոնոսորը, ես իմ փառքի համար շինեցի այս բոլորը։ Չի ասում փառք ես Տեր, որ ինձ առիթ տվիր, որ արքա լինեմ, ծառայեմ քո ժողովրդիդ, դες ինչ գեղեցիկ բաներ ես տվել մեզ, մենք վայելում ենք, շնորհակալ ենք ով Աստված։ Եսայի 42:8-ի մեջ Isaiah 42:8 Աստծո խոսքն է, որ խոսվում է մարգարեի բերանով եւ Աստված ասում է թե ես եմ Յահվեն, սա է իմ անունը եւ ես իմ պատիվը ուրիշին չեմ տալ եւ ոչ էլ իմ փառքը ուրիշի կրքերին 48-րդ գլխի 11-ի մեջ կրկնում է այս ես իմ փառքը ուրիշին չեմ տալ անհնար է Աստծուց իր պետք եղած կամ իր դու փառքը գողանալ եւ անվնաս մնալ։ Շատ վտանգավոր եւ զարհուրելի մեղք է, երբ Աստծուց ջոկ ուրիշ մի էակ է փառավորվում։ Ու այդ փառքը պետք է տրվեր Աստծուն ու ոչ թե մարդկանց։ Տեսեք, երբ մարդասիրությունը, լավ բան է մարդասիրությունը, մարդապաշտության է փոխվում, Աստծո խոսքի ճշմարտությունը այդ մարդապաշտության սեղանի վրա զոհ է գնում։ Այնտեղ մարդն է փառավորվում։ Դա հպարտություն է, որին Աստված խստիվ եւ գործոն ակտիվ կերպով հակառակում է, դեմ է դնում, resists the proud։ Եվ դրան իջեցնում է իր տեղն է դնում։ Վայ այն մարդուն, որ Աստված նրան իր տեղը դնի։ Արջառների պես խոտ կուտի, կովերի պես կդառնա։ 6-րդ Հպարտը շարունակապար իր վիճակից դժգոհ է։ Երբեք նկատել եք, որ դա հպարտության նշան է։ Կրկնեմ, հպարտը շարունակապար իր վիճակից դժգոհ է։ Նա իր բոլոր վիճակներում Աստծուն հարցաքննության տակ է դնում։ Աստծո մասին կոպտաբար, brute, harsh նկատողություն ունի։ Աստծո մասին կոպիտ է արտահայտվում։
Նրա խնամարարությունը եւ իմաստությունը միշտ հարցականի տակ է պահում։ Նա հաճախ ասում է. «Եթե Աստված սեր է, ապա ինչու է նա թույլ տալիս, որ ես այս մեծ դժվարության մեջ մտնեմ, բայց դուք չեք ասում, որ Աստված սեր է։ Բա ուր է։ Ինչ ուզում ասած, որ Աստված սեր չի քո հանդեպ։ Մոռացել է, որ Աստված սեր պիտի լիներ։ Եթե Աստված բարի է, այդքան ասում եք Աստված բարի է, բարի անող է։ Ինչու ինձ այսպես կամ այնպես։ Ինչու իմ աղոթներս, որ աղաչում եմ 30 տարի աղաչում եմ, Աստված չի պատասխանում։ Ուրեմն Աստված ինձ մոռացել է։ Աստված այն չի, որ exactly դուք եք ասում։ Ո՞վ է։ Այս հպարտ է։ Այս հպարտ մարդը Աստծո հետ այնպես է վարվում, որ կարծես թե Աստված նրա հետ բարությամբ չի վարվել, կամ մի բան պակաս է թողել, կամ դիտավորյալ կերպով չարություն է արել։ Ու շարունակաբար ճանանում է Աստծո կատարած սխալները իբրև թե ճշտի։ Ես լինեի Աստծո տեղ, այսպես կանեի։ Լավ որ դու Աստծո տեղը չես։ Վայ գար մեր գլխին թե դու Աստծո տեղը լինեիր։ Այս մտայնությունը սիրելիներ թթխմորի նման մտնում է մարդուս մտքի մեջ, մուծվում է մարդու հոգիի մեջ եւ սկսում ենք այդ թթխմորված ակնոցով նայել բոլոր պարագաներին եւ նամանավանդ Աստծուն եւ շարունակաբար Աստծուն արհամարելով մենք մեզ Աստծուց ավելի վեր ենք տեսնում, որ եթե ես լինեի, այսինքն մենք ասենք որ Տեր Աստված դու մեկից տեղ պիտի ինձ հարցնեիր, ինձ հարցնեիր, այստեղ չէր լինի, ավելի լավ կլիներ, ամենս ուրախ կլինեինք։ Գիտեք, մեր նախածնող Ադամը եւ Եվան ճիշտ հենց այս մեղքի մեջ ընկան, սրանով կործանում առաջ եկավ, այս հպարտության մեղքի մեջ ընկան, Սատանան նրանց խաբեց։ Այս հպարտության թակարդով Սատանան համոզեց, որ Եվան այդ արգիլված պտուղիցը ուտեր։ Գիտեք ինչ ասեց նրան։ Ոչ թե չես մեռնի, այլ աստվածների նման կլինես։ Դու կլինես Աստված։ Ինչ լավ բան է Աստված լինել, ամեն բան կարող եմ անեմ, հա, ամեն տեղ կարող եմ լինել, այո։ Հպարտացավ սիտ։ Ես Աստվածների նման, հիմա կրծեմ տեսնեմ ինչ կել։ Վերջացավ։ Այս հպարտության մեղքի սերմերը, սիրելիներ, մեզնից ամենից սրտի մեջ կան, and that's the bad news. Սակայն մենք, երբ որ դրանց մասին ուղիղ ուսուցմունք ենք ստանում Աստծո խոսքից, նայում ենք տարբեր кейսեր եւ տեսնում ենք, որ Աստծո խոսքի այդ ուժեղ flashlight-ը, որ բացում ես քո սրտիդ վրա եւ ես էլ եմ տրտնջում ամենտեղ, անմիջապես խոստովանելով այդ մեղքը սպանում ես, արմատախիլ ես անում, մաքրվում է։ Հպարտությունը անհետանում է։ Չենք թողնում, որ այդ սերմը տեղ մնա, արմատ գցի, թարախի, հետո իր վնասակար պտուղները տա, հետո մենք սկսենք Աստծուն հեյ հարցաքննել ամեն քայլափոխին։ Որովհետև հպարտն է, որ Աստծուց միշտ դժգոհ է եւ հարցաքննում է։ 7-րդ Հպարտը Աստծո հանդեպ խստապարանոց է, hard-headed, hard-necked, խստապարանոց է։ Անփրկյալ մարդու սրտի մեջ, Աստծո խոսքն ասում է, իր մանկությունից հպարտությունը կապված է։ Նրան իր հանցապարտ եւ մեղավոր վիճակը ընդունելուց հպարտությունն է, որ արգելք է դառնում։
Այս պատճառով է, որ տակավին վերստին ծնունդ չստացած անհատը բացարձակապես անկարող է և չի էլ ուզում, որ Աստծուն մոտենա, հավատա, փրկվի, խոստովանի, անհնար է նրա համար, սիրելիներ։ Այդ որ մեղավորներին ասում են համեցեք, դու ընտրի, որ Հիսուսին, մեկը չկա այս քարոզիչներս և աղբայր ջան, չի կարող, ինչ ես ասում։ Դե հպարտությունը կապված է, մեղքի, այդ կապանքի տակ է, շղթայված է, նա չի նախ պետք դրանից ազատվի։ Եվ դրա կոտրողը միայն Աստված է։ Այս պատճառով է, որ ուղիղ և սուրբգրային փրկաբանությունը մեզ ուսուցանում է, թե հավատքով հոգևոր փրկություն ստանալու համար վերստին ծնունդը անհրաժեշտ նախապայման է, առանց որին որևէ մեկը չի կարող Աստծո արքայությունը տեսնել, ոչ էլ այնտեղ մտնել։ Իսկ պատճառը, որ տակավին մարդիկ մնում են անփրկյալ, այն է, որովհետև նրանք իրենց սրտում հպարտ են։ Դրսից կարող է շատ կակող, փափուկ personality կամ նկարագիր ունենա, մարդկային նկարագիր։ Ծալվող, բարև Աստծո բարին, ինչպես ես, ժպիտ, փառք Տերոջ, լավ եմ, տարի մեկ կամ եկեղեցի է գալիս, բարև Աստծո բարին ասում, գնումը չի գալիս։ Գիտեք ինչու։ Մենք իրենց շատ ենք սիրում, սխալ չհասկանաք ինձ։ Ամեն անգամ աղոթում ենք նրանց համար։ Բայց ճշմարտությունը մնում է ճշմարտություն։ Եվ թե դու սրանցից մեկն ես, որ այսօր happen to be եկել ես եկեղեցի, լավ լսիր։ Այսպիսիները սրտով հպարտ են։ Եթե մեկը քեզ չեր ասել, ես ասեմ քեզ։ Եթե մինչև հիմա դու չես ապաշխարել ու լսել ես Աստծո խոսքը տարիներ շարունակ եւ ծունգի չես գալիս, դու հպարտ ես։ Սրտումը դպարտությունը քեզ արգելք է դառնում, որ խոնարհվես, ասես ով Տեր ես մեղավոր եմ։ Մենք մենակ կարող ենք աղոթել, որ Աստված քեզ կոտրի, ինչպես որ մեզ կոտրեց։ Ու երբ այդ հպարտությունից հետ կոտրվես, դու շատ լավ կզգաս։ Հարցրու նրանց, ովքեր կոտրվել են արդեն։ Ես քեզ համոզելու ոչ մտադրություն ունեմ, ոչ էլ կարողություն, բայց ճշմարտությունը կարող եմ վկայել։ Շատեր այս հպարտության կապանքի տակ Աստծո դեմ բարկացած վիճակում են։ Ոմանք իրենց կյանքի ընթացքում անցյալին կրած դժվարությունների պարագաներով Աստծուն մեղադրում են։ Ոմանք էլ Աստծուն տեսնում են որպես թմրեցուցիչ, առասպել, լավ ժամանց, որ իրենք դրա կարիքը չունեն, ոչ էլ ժամանակը ունեն։ Պատճառը այն է, որ այսպիսիներ գիտեն, որ եթե Աստծուն որպես Աստված ճանաչեն, այն ժամանակ պետք պիտի լինի, որ իրենք խոնարհվեն ծնգիկան, իրենց մեղավոր վիճակը և գործած մեղքերը հանձն առնեն և դրա համար ցավեն, կոծ անեն, ներում խնդրեն Աստծուց։ Հավանաբար պետք լինի, որ մեծ տարիքով մարդը, տղամարդը պիտի կա ընկնի երեխի նման լացի։ Ոչ շատ առաջ։ Մի սիրելի եղբոր, որ այն ժամանակ տակավին փրկված չէր։ Առիթ ունեցա իրեն վկայել Հիսուսի մասին։ Եվ այս եղբայրը լսեց ինձի, հետո սկսավ երեխի նման լալ։ Կոտրվեց, փրկվեց, Աստծո զավակ եղավ։ Պատճառը, որ մարդիկ չեն ուզում այդպես անեն, այն է, որ հպարտ են, չեն ուզում կոտրվեն, չեն ուզում լան, չեն ուզում իրենց մեղքից ասեն, որ ես մեղավոր եմ, որտև իրենք
իրենց վրա շատ մեծ համարում ունեն։ Կարծում եմ, որ իրենք ամեն բան կարող են անել։ Իրենք փրկության կարիք չունեն, փրկողի կարիք չունեն։ Նրանք չեն կարողանում, չեն էլ ուզում, որ Հիսուսին վստահեն, որտև փրկվելու համար պետք է, որ Հիսուսին վստահես։ Դա Աստծո Սուրբ Հոգու գործն է։ Քարոզիչներս Աստծո խոսքը քարոզում ենք, ճշմարտությունը բացատրում ենք, բայց որևէ մեկին չեն կարող համոզենք։ Համոզելը գալիս է Աստծո հրաշալի գործը, որ աչքիդ առաջը Աստված անում է, դու մնում ես զարմացած։ Հպարտի սիրտը կոտրողը Աստված է, դրա համար մենք աղոթում ենք Աստծո մեր անապաշխար սիրելիների համար։ Ու we're not going to give up. Հակոբի նման։ Մինչև մեզ չորտնես, քեզ չեմ թողնի որ եթաս։ Ու երբ Աստված գործի, ինչ ասում Տերը, ինձ արգիլող չկա։ Փարտիրաջ։ 8-րդ հպարտը խաբված է, որովհետև հպարտությունը մարդուս խաբում է։ Հպարտությամբ Աստծո դեմ ընդվզվողները կամ վիզ պնդացողները կարծում են, որ իրենք Աստծուն կարիք չունեն, ու Աստված թուլասերտների համար է, թուլամորթների համար է, տկարների համար է։ Մանավանդ մեր հայ ազգի մեջ տղամարդիկը կարծում են, որ հավատքը կանանց համար է։ Դրա համար հայ ավետարանական եկեղեցիների մեծամասնություն հաճախողները կանայք են։ Սխալ բան չկա, թող ամեն կանայքը կան, բայց տղամարդիկը ուր են։ Գալիս են ետերն են նստում, կարծես թե եկել են խրախճանքի սրա, կոնսերտի սրա, խոժոր դեմքով, ծալած դեկերով նստում են ու մի ժամ, poker face, կարծես եկել են փոքեր խաղալու, ոչ մի զգացում, ոչ մի արտահայտություն, հետո որ դուրս են գնում, գլուխ առնում գնում տուն։ Գիտեք ինչու՞։ Որովհետև մեր հայ տղամարդիկ հպարտ են, այս հպարտության մեղքի մեջ մինչև ականջները խրված են։ Մեղավոր են։ Կարիք ունեն կոտրվելու։ Կարիք ունեն մեկը իրենց երեսին ասի ախպեր ջան, դու հպարտացել ես, դու կկործանվես, դու դժոխքի բաժին կդառնաս, եթե չկոտրվես։ Դու քեզ խաբել ես։ Մեկը քեզ ասել է, որ դու բանի կարիք չունես, հզոր հայ տղամարդը քարից հաց է շինում։ Լավ հետո։ Ուրեմն դու Աստծուն այդպես ես մոտենում։ Դու կարծում ես, որովհետև հսկա ես, հուժկու ես, խելացի ես, ամենահին ազգերից մեկն ես, առաջին քրիստոնյա ազգն ես, դու արդեն սրտիդ մեջ ամեն բան գիտես, էլ ինչ կարիք ունես Հիսուսին։ Մի բան չկա, որ պապան չկարողանա սարքի։ Մենք փոքրուց մեզ այդպես են ասել։ Սա մեր ազգի անեծքն է սիրելիներ։ Don't you ever tell your kids like that. Պապան էլ քո նման մեղավոր մարդ է, you know. Պապան պետք է լա երբեմն, որ զավակները տեսնեն։ Իմ աներհայրս լալկան էր։ Ոչ թե երեխի նման։ Աստծո սրբության առջև։ Խոնար մարդ էր։ Երբ Աստծո խոսքը կարդում էր, չէր դիմանում։ Բեմի վրա միշտ քլինեքս կար։ Լացելով էր քարոզ տալիս։ Ես առաջ զարմանում եմ, այս մարդը 40 տարի քարոզ է տվել։ Այս նույն համարները միգուցե 100 անգամ նույն քարոզը տվել է, էլի լացում էր։ Գիտեք ինչու՞։ Որտեղ Աստծո մեծությունն էր տեսնում։ Իր ոչնչությունն էր տեսնում։ Աստծո ողորմությունն էր ճաշակում։ Տիրոջ սերն էր ճաշակում։ Տիրոջ շնորհքն էր հասկանում։ Մենք կարիք ունենք այդպիսի մարդիկ դառնանք։
որովհետև հպարտությունը ամենամեծ խաբկանքն է։ Ոչ սիրելիս, դու չես կարող ամեն բանի հաղթահարել։ Ինչքան էլ որ հսկա, հուժկու, կարող, մեծ, հաղթանդամ, հայ։ Դու չես կարող դժոխքին հաղթել։ Դու չես կարող մահվան հաղթել։ Դու չես կարող ինքդ քեզ քո մեղքերի հանցապարտությունից արտարացնել Աստծո առաջին, դու չես կարող։ Աստծո հետ մարտնչողը անպայման կպարտվի։ Քո մարդկային քաջությունը անկարող է հավիտյան տառապանքներից քեզ ազատել։ Միմիայն Տեր Հիսուսն է, ով իր կյանքով եւ մահով եւ հարության զորությունով մեզ կարող է ազատել մեր մեղքերի դատապարտությունից։ Եվ լավ կլինի, որ ամեն հայ տղամարդ այս հասկանա, այն ժամանակ մեր երկիրը կօրհնվի։ Մինչև այդ մենք պետք է աղոթենք։ Մարդու սրտին կապված հպարտությունը արգելք է դառնում, որ մեկը խոնարհվի։ Շատ վտանգավոր վիճակ է։ Սրա հետևանքը դժոխային է։ Սաղմոս 10:4-ի մեջ ասող խոսքն ասում է, թե ամպարիշտը իր երեսի հպարտությունով ասում է, երբեք չի խնդրում։ Աստված չկա։ Ինչ կարիք ունեմ Աստծուն, երբ որ ես ամեն բան կարող եմ անել։ 9-րդ, հպարտը հիմար է։ Իմ խոսքս չի ասող խոսքը։ Հպարտությունը չափազանց անմտություն է, հիմարություն է, it's foolishness։ Որքան ծիծաղելի եւ նույն պահին որքան տխուր երևույթ է, որ հպարտության մեջ բռնվածի վիճակն ենք տեսնում երբեմն։ Որ կակավի նման վազում են եւ գլուխը տունում են ավազի մեջ, հետո ասում են արև չկա։ Ինչ օգուտ ունի երկրավոր կյանքը ապրել առանց Աստծո, նույնիսկ եթե ամբողջ աշխարհի հարստությունը քեզ տան ու հասնես վերջին օրը, վերջին շունչը պիտի փչես, քանի սենթն ես հետը տանելու։ 0։ Ուրեմն Աստծո խոսքը ուղիղ է, ինչ կշահի մարդ, եթե բոլոր աշխարհը վաստակի եւ իր հոգին կորցնի։ Այդ իմանալով հանդերձ տակավին վազում են աշխարհի հետևից, թողնելով հավիտենականը, փոխանակում են հավիտենական երջանկությունը երկրավոր կարճ 50, 80, 100 տարվա հետ ունեցած, այն էլ երկրավոր ժանգոտվող, գողի ենթակա, պատը ծակողի ենթակա ունեցվածքի հետ։ Ծիծաղելի չի սա։ Ճիշտ նմանում է մեր երեխաներին, որ մի հատ փոքր խաղալիքով ուրախանում են։ Սա ամենամեծ հիմարությունն է, որ մեկը հավիտենական կյանքը թողած միմիայն զբաղվի երկրավոր բաներով, այն էլ վաղանցիկ բաներով, ժանգոտված բաներով, մի քանի տասնյակ տարիների տևողություն ունեցած բաներով։ Ոչինչը փոխանակում են հավիտենականության հետ։ Ուստի ոչինչը հավիտենական երջանկության հետ փոխանակողը խելացի մեկը չի։ Պետք է նա հիմար լինի։ Առակաց 26:12, Proverbs 26:12, Աստծո խոսքն ասում է, տեսել ես մեկը ինքը իր աչքին իմաստուն երևացող, հիմարիցը ավելի հույս կա, քան թե նրանից։ 10-րդ ու վերջին։ Հպարտը վիճաբանություններ եւ հակառակություններ անել սիրող է։ Loves to argue։ Դուք տեսել եք այդպիսի մարդ։ Ինչ ասես, մեծ հակառակ մի կողմ ունի տնում։ Իր հետ համաձայնվես էլի քեզ argue կանի։ Գիտեք ինչու։ Որովհետև այսպիսին հպարտ է։ This is the slickest, ամենալպրծուն այդ մասերից մեկն է, որ չես կարող անում տեսնել, որ այս ինչ կապ ունի հպարտության հետ, շատ կապ ունի։ Մարդիկ կան, որ անկախ պարագայից, անկախ խոսակցության նյութից, անկախ թե իրենք այդ կապակցությամբ որևէ մի տեղեկություն ունեն, պարզապես սիրում են հակաճառել, վիճել,
հակառակություն բարձրացնել եւ ասում են իրենք ինձ ես այն հակառակ կողմն եմ ուզում տեսնել why ճշմարտությունը թողած հակառակ կողմն եմ ուզում տեսնել բաբա քեզ ասեցինք ես 2 անգամ 2 ելը 4 հիմա դու ուզում ես վիճես ոչ է 2 անգամ 2 5 ասողն էլ իրավունք ունի լավ ինչ իրավունք ունի ճշմարտությունը որևէ իրավունք չունի սխալ է that's it վերջացավ գնաց Երկրորդ Տիմոթեոս 6-րդ գլխի մեջ 2 Timothy 6 Պողոս առաքյալը այսպիսի մարդկանց որպես գիտեք ինչ է ներկայացնում գոռոզներ եւ ոչինչ իմացողներ այսինքն ոչինչ չեն իմանում Դարձեք 2 Տիմոթեոս 6-րդ գլուխ 2 Timothy 6 3-րդ համարից ասում է Իսկ եթե մեկը ուրիշ կերպ բան սովորեցնե եւ մտիկ չանե մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերին եւ Աստվածպաշտության համեմատ վարդապետությանը մենք վարդապետություն կարիք չունենք լավ կարդա Եթե մեկը մտիկ չանե Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերին եւ Աստվածպաշտության համեմատ վարդապետությանը ինչ Նա գոռոզացած է ոչինչ չիմանալով եւ ախտացած է, այսինքն հիվանդացել է, վայրես է մտել իր սրտի մեջ։ Գոռոզության վիրուսը կա։ Ախտացած է վիճաբանությունների եւ խոսքերով հակառակելու համար for the sake of arguing, he's arguing. Be careful when you start arguing. Ինչու ես arguing? Դու քեզ ես ուզում ցույց տաս, թե մի հատ կետ կա ստեղ, որ մենք չենք տեսել։ Ինչ տոնայնությամբ ես argue անում, վիճում։ Ես չես ասեցի, որ էսենսը դու ես ու դու կլինում արդեն հարցը։ Բանի մասին չենք խոսում, ես ու դուի մասին ենք սկսում խոսել։ Ուրեմն հարցը ես ու դուն ես։ Ախտացած է վիճաբանությունների եւ խոսքերով հակառակելու համար, որ նրանցից լինում է ինչ առաջանում նախանձ մեղք, կռիվ մեղք, հայոյություն մեղք, չար կարծիքներ մեղք, դատարկ վեճեր մեղք Այսպիսի մարդկանց, որ մտքով ապականված ու ճշմարտությունից հեռացած են, որ Աստվածպաշտությունը շահավաճառություն են համարում, սրանցից հեռու գնա. Stay away from these guys. Որոնք տեսնում ենք, թե որքան թունավոր, որքան վտանգավոր, որքան համատարած մեղք է հպարտության մեղքը։ Զարմանալի չէ, որ Հակոբոսը ասում է, թե Աստված հպարտներին հակառակ է կանգնում, իսկ խոնարհներին շնորհք է տալիս, բարձրացնում է։ Հարց պիտի տանք մենք մեզ եւ Աստծո խոսքի ճշմարտության տակ մենք մեզ պիտի քննենք եւ այս պիտի անենք։ Արդյոք իմ վարվելակերպի մեջ, իմ ապրելակերպի մեջ, իմ մտածելակերպի մեջ, իմ խոսելակերպի մեջ, իմ շարժառիթներիս մեջ, արդյոք կան այսպիսի լպրծուն հպարտության բացահայտություններ։ Եթե այդպիսի որևէ մի վիճակ ես տեսնում, անմիջապես դրա համար Աստծո առջև խոնարհվիր եւ դարձի արկի եւ ասա Տերների ինձ, ես հիմա անդադարձա, որ այս ճիշտ չէր։ Եվ Տեր Հիսուսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Եթե ասենք մենք մեղք չունենք, մենք ինչ ենք անում, սուտ ենք ասում եւ ճշմարտությունը մեր մեջ չի, բայց եթե մենք մեր մեղքերը խոստովանենք, Աստված հավատարիմ եւ արդար է, որ մեզ մեր բոլոր մեղքերից կսրբի եւ բոլոր անիրավություններից կմաքրի։ Առաջի Հովհաննես 1:8-9։ Եվ երբ որ մենք անդադառնում ենք այս լույսի տակ, այդ կեղտը տեսնում ենք, որ զպրտում է քարերի տակ ու պահվտի, անմիջապես առնում ենք, շպրտում ենք դուրս, մաքրում ենք մեր սիրտը Տերոջ խոսքի լույսի տակ, ուրախանում ենք, հանգստանում ենք, Աստծուն փառք ենք տալիս։ Առակաց 16:5 Տիրոջ զզվելի են ամեն գոռոզները, անշուշտ որ նրանք անմեղ չեն համարվելու։
աղոթենք։ Մեր Տերը, խոսքի տակ մենք մնում ենք առանց որևէ պատասխանի։ Երբեմն քաջալերված, երբեմն հանդիմանված, բայց ամեն ժամանակ խրախուսված, միշտ խոսքիցդ կշտացած։ Եվ այսօր Տեր դու մեզ քո խոսքիցդ խոսեցիր։ Շնորհքարա ինձ եւ իմ նմաններից, որ մենք մեր սրտերը քո խոսքի ճշմարտության լույսի տակ քննենք եւ ապրենք խոնարհ կյանքեր, հպարտության մեղքից հեռու, իր բոլոր լպրծուն բացահայտություններով։ Օգնիր մեզ Տեր, որ մենք քեզ փառք բերող, խոնարհ, Քրիստոսի պես անուշ, սրտով խոնարհ ու հեզ կյանքեր ապրելով քեզ ներկայացնենք ու քեզ փառավորենք։ Տեր Հիսուսի անունով եմ աղաչում։ Ամեն։